Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամենքը տալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր Հայաստանի Ցարակելական մեր Սուրբ Եկեղեցին գիշադագե Տեր Հիսուս Քրիստոսի լուսավոր խաչին երևումը։ Դոն Երևման Սուրբ խաչին։ Այս դեպքը տեղի ունեցավ 351 թվականի մայիսի 7-ին, երբ Երուսաղեմի մեջ առավոտ կանուխ Կողկոտայեն մինչև Ցիտենիաց լեր երկարող այդ դարաձաշրջանին վրա, երկնքի երկնագամարին վրա լուսավոր Քրիստոսի խաչը երևցավ։ Այնքան լուսավոր, որ արևին լույսեն ավելի հզոր էր։ Եվ երևցավ ոչ թե մեկ երկու հոգի, այլ ամբողջ Երուսաղեմի բնակիչներուն եւ բոլորն ալ, մեծերն ու փոքրերը, երիտասարդներն ու աղջիկները, օդարականները թեդեղացիները, եւ դեսան Քրիստոսի լուսավոր խաչը երկնագամարին վրա, դաջարը շտաբեցին եւ երկրբակեցին Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունին ու հազարավորներ թարցի եկան եւ մգրդվեցան։ Այդ օրերու բادرիարքներ Երուսաղեմի հրճագավոր Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացին, որ անմիջապես նամակ մկրեց Կոստանդնուպոլսո Գոստանտ Գայսրին, հայտնելով թե ինչպես անցյալին իր հորը Կոստանդիանոսի ժամանակ Քրիստոսի խաչապայդը գտնվեցավ երկրի վրա, ահա իր օրով Քրիստոսի լուսավոր խաչը երևցավ Երուսաղեմի մեջ, որպես նշան հավատքի ամրապնդման եւ ճշմարտության։ Սիրելի քույրեր եղբայրներ, խաչը անցյալին հետանոսության կողմէ եղած է բաժամիջոց եւ մեծ ոչրակորձները ու մեծ հանցակորձները խաչով կբաժեին։ Հրյա ղեկավարները ամեն ինչ ըրին, որ Հիսուսը խաչին հասցնեն, խաչեն զինք, հագարականոր որ հրյաներու մոտ խաչը գոյություն չուներ, այլ անոնք քարգոծումով կսպանեին թադաբարդյալները, բայց քանի որ Սուրբ Գիրքի մեջ գրված է, թե անոր ծառեն կգախվի անիծյալը լա, հետևաբար իրենք ամեն ինչ ըրին, որ Քրիստոս խաչվի, քանի որ Երուսաղեմը գտնվեր ռոմեական իշխանության տակ։ Եվ իսկապես քացին Բիղադոսի մոտ եւ իրենց քանքադը ներկայացուցին եւ բանջեցին, որ Հիսուսը խաչե։ Եվ գիտենք, որ Բիղադոս Հիսուսը խաչել տվավ։ Այդպիսով սակայն իրականացավ Աստուծո սուրբ ծրագիրը մարդկության փրկության խորհուրդը, որովհետև ինչպես Պողոս Արաքյալ գսե Քաղաքացիներու նամակի 3-րդ գլխու 10-րդ համարի մեջ, որ Քրիստոս մեր բոլորին փոխարեն անեծքի դեր դարձավ, մեր բոլորի մեղքերը իր վրա առավ եւ խաչապայդին վրա իր ցանկը ընծայեց մարդկության փրկության համար։ Հետևաբար խաչը մեզի համար դարձավ հաղթանակի զենք։ Սուրբ Գրիգոր Նարեկացին գսե գենսա զենե խաչը հաղթանակի սուր է մեզի համար, որով չար ոգիները գսարսափին խաչեն ու խաչյալեն։ Անոր համար մենք սիրելիներ մեր քրիստոնեական բոլոր սրբավայրերուն վրա, եկեղեցիներու դաջարներու քմփետներուն վրա, եկեղեցիներու օձյալ սյուներուն վրա, մանուկներուն վրա, երբ կգնկվին, գրոնավորները իրենց վզին վրա, ցերքին մեջ, երբ կկարոզեն, խաչվարը, երբ արջևեն գերտատապորի, ամենուրեք սիրելներ խաչի նշանն է, որ կբարձրացնենք։ Եվ մեր ժողովուրդը իրեն հատուկ քարերեն խաչքարեր է, որ պատրաստած է, եւ այդպիսով մեր քրիստոնեական հավատքը ցույց տված ենք։ Խաչը սիրելներ մեր հաղթանակի զենքն է, ընթեմ չարին, ընթեն մահվան, որովհետև խաչի վերի մասը երկին կբարձրանա,
որով երկնային թռները մեր դիմաց սպասվեցավ, ինչպես որ Աչագոմյան ավազագի երբ դիրոջը սավ դեր, հիշեզիս երբ արքայությամբ կուքաս, դերը սավ այսօր ինձ հետ մի դլաս տրախտի մեջ։ Խաչի ներքևի մասը խորդագումը գխորտանշե, թժողքին ավիրումը անոր եւ հաղթանակը մահվան ու սատանային վրա եւ այդտեղեն թժողքեն դուրս գալը արդարներուն ու Քրիստոսի ավդացողներուն։ Խաչի աչք թևը գխորտանշե շնորհներու փաշխումը, իսկ խաչին ցախ թևը գխորտանշե մեղքերու ներումը, մեղավորներու ներումը եւ Քրիստոսի գողմե ընդունվելը։ Հետևաբար սիրելիներ, խաչը մեր հաղթանակի թրոշակն է եւ անով է որ մենք գարաչնորթվենք։ Մեր եկեղեցին դարին 4 անգամ խաչի դոներ գիշադագե։ Այս մեկը Երևան Սուրբ խաչի դոնն է։ Ունենք սիրելներ խաչվերացի դոնը, վերացման Սուրբ խաչի դոնը եւ քյուտ խաչի դոնը եւ վարակա Սուրբ խաչի դոնը։ Քրեթե խաչի նվիրված շարականներու մեծամասնությունը կրած է Սահակ Ծորապորեցի Գաթողիկոսը։ Անիկա եկեղեցվո եւ խաչի նվիրված ավելի քան 60 շարականներ կրած է։ Թեև սիրելիներ Երևան Սուրբ խաչին նվիրված հadouk շարականի կանոն չկա, բայց խաչվերացի դոներու դոնագադարության ընթացքին նվիրված խաչի շարականներու մեջ հիշատակումներ կան այս օրվան դոնին։ Նախ երկու բառով ցեզիսեմ ով եղած է Սահակ Ծորապորեցի հայրաբեդը։ Անոր ծննդյան թվականը հստակ չէ սիրելներ, սակայն 600 թվականներուն ծնած է 7-րդ դարուն, 677 թվականին դարձած է հայոց Գաթողիկոս, ապրած է շատ դժվարին ժամանակաշրջանին բյուզանդական եւ արաբական պատերազմներու ընթացքին, այն ժամանակ երբ հույներու եւ հայերու հարաբերությունն ալ դժբախտաբար ծանր վիճակի գասնի թավանապանական գրոնական իմաստով, որովհետեւ հույներ գուզեին բարդատրել մեզի, որ հայ եկեղեցին ալ ընդուներ Քաղգետոնի ժողովը, այդ իմաստով նաեւ հույն գայսրը դժբախտաբար քերի գտանի, բադանտ կբահե հայոց Գաթողիկոսը Սահակ Ծորապորեցին, որ 795-ին միան կկարողանա ետ վերադառնալ, այս անգամ արաբները Աբդալլա Ոստիգանի գոմե, երբ հարցակում կգործեն Հայաստանի վրա, Աբդալլան Ոստիգանը արաբ բադանտ կվերցնե հայոց Կաթողիկոսը եւ զինք ղրգե Դամասկոս, իսկ երբ Վարդենիսի մեջ հայերը բայկար կմղեն եւ պատերազմի ժամանակ կխորտակեն Աբդալլա Ոստիգանի, արաբ Ոստիգանի բոլոր բանակները, այդ ժամանակ արաբ խալիֆան երբ գուզեր հարցակել Հայաստանի վրա, հայոց Կաթողիկոսը Սահակ Ծորապորեցին Դամասկոսեն գուքախարան նամակ կհանցնե գայսրին խալիֆային եւ խարանի մեջալ 702-703 թվականին գվախճանի։ Ահա սիրելներ, այս Գաթողիկոսն է որ եղած է ծիսակետ, եղած է շարագանակիր եւ բազմաթիվ շարականներ կրած է։ Ես այսօր ցեզի պիտի երկեմ, ինչպես ամեն գիրակի շարակամը երկեմ, այսօր պիտի երկեմ խաչվերացի երկրորդ օրվան, երկուշաբթի օրվան ողորմյա շարականը, որ ճիշտ կխոսի խաչի Երևան դոնին մասին։ 5 դուները, գարջ դուները փաղկացած է այս շարականը, ողորմյան սիրելներ արաբոդյան ժամերկության ընթացքին գերկվի, Թացա եղանակ է, գսկսի հետևյալ բարերով ի հերկնից երևյալ նշան հաղթության։ Եկեք թարգմանեմ զայն այս շարականը ցեզի եւ ապա երկեմ։ Գսե Սահակ Ծորապորեցի հայրաբեդը։ Այսօր երկինքեն հաղթության նշանը երևալով ողորմության լույսը ձակեցավ հեթանոսներուն։ Երկրորդ դունը։ Եվ ժողովրդին բազմությունը այսօր Սուրբ խաչը գտեսներ լույսի ջարակայթներով զարդարված։ Երրորդ տունը քու Սուրբ խաչիդ երևումով ով Քրիստոս այսօր Երուսաղեմը մեծապես բայցարացավ։
4-ն եւ ժողովրդին բազմությունը քո աստվածային նշանիդ ջարակայթող լույսին ցակումը կդեսներ եւ վերջին դունը Քրիստոս քու խաչիդ ամենահաղթ զորությունը իբրև օգնություն ցույց տրվեցավ մեզի քու զորությամբ թշնամին թեմ բادرազմելու եկեք սիրելներ մենք ալ Քրիստոսի խաչի զորությամբ բادرազմինք երևելի եւ աներևույթ թշնամիներուն թեմ եւ Քրիստոսի խաչը օգնական եւ բահաբանը լա մեր ազգին մեր զաբակներուն հայոց բանակին եւ ողջ մարդկության ողջ քրիստոնյաներուն այժմ երկեմ սիրելներ ցեզի այս ողորմյա շարականը միջակ եղանակով նախ փանալին է ողորմյա ինձ Աստված որ 51-րդ Սամոսի առաջին բառերն են եւ ապա ուրեմն շարականը ողորմյա ինձ Աստված Քավյազանորենությունս իմ իհերգնից երևյալ նշանն հաղթության այսօր հետանոսած ձակյաց լույսն ողորմության եւ բազմության ժողովույն դեսանեին այսօր Սուրբս խաչն լուսո ջարակայթուկ զարտարյալ ընդ երևումն սրբո խաչի քո Քրիստոս այսօր Երուսաղեմ մեծաբես բանձացավ հույժ եւ զակումը լուսո Աստվածային նշանի քո ջարակայթուկ դեսանյուր բազմության ժողովույն ամենահաղ զորություն խաչի քո Քրիստոս որ ցուցավի հոգնություն ընթեմ թշնամույն բادرազմյալ զորությամբ քո Քրիստոսի Սուրբ խաչի զորությունը մեր վրա սիրելիներ գնքված է երբ մենք մգրդվեցանք երբ մենք թրոշմվեցանք խաչի նշանով էր որ թրոշմվեցանք հետևաբար մեր ջագատներուն վրա մեր սրդին վրա մեր աչքերուն վրա մեր ցերկերուն ու գրնագին մեր պերնին ու քթին մեր ագանչներուն ու ոտքերուն վրա եղած խաչի նշանը սիրելներ թող բահբանությունը լա մեզի եւ երբ որ մեր աչքերը փակենք այս կյանքի մեջ հավիդենական կյանքի մեջ բանանք ու խաչյալին հետ հավիդենապես ապրինք թող Քրիստոսի խաչը հալածե մեր հայրենիքեն մեր դուներեն մեր ընտանիքներեն մեր անձերեն ամեն տեսակ չարություն ամեն տեսակ չար ոգի անիգալա արպեցության ոգի թմրամոլության ոգի անարագության ոգի շնության ու բորնգության ոգի թավաջանության ոգի բղձության ոգի փամփասանքի կամ չարախոսության ոգի վիժումի ոգի եւ ամեն տեսակ չարի ոգի որբեսի հալածվելով անոնք մեր անձերեն մեր ընտանիքներեն մեր հայրենիքեն մենք կարողանանք սիրելներ դարձյալ հզորանալ Քրիստոսի զորությամբ եւ խաչը առաջնորդ ու բահաբանը լամեզի մինչև հավիդենական կյանք Աստված ցեզ արադաբես թողորտն է ապրեցեք սիրելներ Քրիստոսի սիրով ու սրբությամբ իրարու հետ սիրով ապրեցեք եւ խաչին զորությամբ հաղթեցեք ամեն տեսակ թշնամի ամեն տեսակ ադելության ու սերը արմատ թողնեդե մեր ժողովրդին ու մեր հայրենիքի մեջ օրհնյալ եղեք բարի եւ օրհնյալ գիրագի ծեր բոլորին